Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 26-ի համար բոլոր տարվա ծնված նշանների համար։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 26-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ, նաև այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ հնարավոր է լինեն, ոմանց մոտ նաև փոփոխություն ուղղակի տեսանյութը կրճատվեց, ձեզ մոտ երեխաների հետ կապված իրադարձություններ էր, ընտանիքի հետ կապված նաև փոփոխություն ձեր կյանքում։ Եվ հիմա նաև այս աղջիկը, տեսնենք ով է այս աղջիկը։ Նա վրա աշխատանքի վայրում է, ձեր տնօրենն է, նաև դա կարող է լինել։ Հնարավոր է ձեզ պաշտոն են տալիս, ավելի են ձեր ուսերին բեռը ավելացնում, ավելի է շատանում բեռը, նաև պատասխանատվությունը իհարկե, ճակատագրական փոփոխությունը այստեղ նաև ոմանց համար։ Ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք նաև հակառակը, միգուցե դուք եք ուզում, մոտենում եք այդ աղջկան եւ խոսում եք այդ մասին։ Նաև սա ձեր շրջապատն է, որ ձեր շրջապատում որևէ մեկը կարող է նաև ունենալ որևէ նմանատիպ պաշտոն, կարող է պաշտոնի բարձրացում լինել, ինչ-որ փոփոխություն իր կյանքում, կարող ձեր աղջիկն է։ Եվ այստեղ նաև շրջապատի փոփոխություն է դեպքում։ Եթե ոմանք ընդունվեն աշխատանքի, դա նաև կփոխեք ձեր շրջապատը։ Եվ այստեղ իրոք շատ պատասխանատվություն է լինելու ձեզ վրա այդ աշխատանքով։ Պատասխանատու աշխատանք կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, եզերին։ Տարվա ծնվածով այդպես է կոչվում։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 26-ին։ Նոր հնարավորություն, նոր կամուրջ կստեղծվի, ինչ-որ մի բան անելու, ինչ-որ թեկուզ այս մարդուն հանդիպելու, կարող է պետական աշխատող է, պաշտոնավոր անձնավորություն է եւ իր հետ պետք է հանդիպեք, այդպես կամուրջ կստեղծվի, ավելի կհեշտացվի, որպեսզի դուք իրեն հանդիպեք։ Նաև հնարավորություն ինչ-որ մեկի հետ հաշտվելու, ինչ-որ մեկին հանդիպելու, տեսնելու, խոսելու եւ այլն, յուրաքանչյուր բան։ Նաև այդ օրը ձեզ կարող են օգնել ինչ-որ հարցի շուրջ, եթե դրա կարիքը կունենաք, նաև ուշադիր եղեք, եթե մեքենա եք վարում։ Չնայած այստեղ կարող է մի փոքր ընդհառաչեն ձեզ, եթե պետավտոտեսության համենայն դեպս մի փոքր ուշադիր եղեք վարելուց, որպեսզի չհանդիպեք իրենց։ Նաև ոմանք այդ օրը կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, իրենց առողջությամբ, ոմանք իրենց ծնողների տուն կգնան, ոմանք նաև ընտանիքում ինչ-որ մեկը կարող է ավելանալ։ Եվ որպես զույգի տեսքով եւ որպես երեխայի տեսքով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 26-ին։ Մտքերի մեջ կլինեք, ընտրության առջև կանգնած կլինեք այդ օրը, մանրուքները կուսումնասիրեք, տեսնեք ինչ է կատարվում եւ այլն, ինչ-որ նոր հետո վերջնականապես որոշում կկայացնեք։ Դեռ կարող է պաշտոն են ձեզ առաջարկել, կարող է ձեր շրջապատն է ձեզ ինչ-որ մի բան առաջարկել, այս շրջապատի մարդիկ եւ դրա համար այստեղ ընտրության առջև եք կանգնած։ Կարող է ինչ-որ դիրք են ուզում ձեզ տալ, ինչ-որ փոփոխություն, կարող շատ մեծ պաշտոն չի, բայց այդ դիրքի համար եւս ուսումնասիրում եք մանրուքները, ինչ կարող է լինել այնտեղ, ինչ կարող եք անել, ինչ կարող եք չանել եւ այլն, ինչը կստացվի, ինչը ոչ։ Ոմանք նաեւ սա հասունություն է եւ դա ձեզ համար նոր կյանքի իմաստ կարող է լինել։ Այդ փոփոխությունը եւս ոմանց մոտ նաեւ կարող է լինել սիրային առումով։ Ձեր երկրորդ կեսի հետ կապված կարող է մտածեք այստեղ ծանոթ թեթևանեք իր առաջարկը եւ այլն, դա եւս ձեզ համար նոր կյանքի իմաստ է լինում, նոր կյանքի սկիզբ, նոր ձևով, նոր մտածմունքներ այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 26-ին, ամբողջը տեղաշարժվեց։
փոփոխություն ձեր կյանքում, ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ երկիր, հնարավոր է այդ փոփոխության մասին եք մտածում այդ օրը, ծանր ու թեթևանում, ընտրության առջև եք կարող կանգնած, փոխեք թե ոչ, ինչ որ մի բան անեք թե ոչ ձեր կյանքում, նաև նա հղիություն կարող է լինել, ծննդաբերություն կարող է լինել այդ օրը ոմանց համար, տեղափոխվեք մեկ այլ երկիր։ Եվ ծանր ու թեթև եք անում, համենայն դեպս կարող է դա փոփոխության հետ կապ չունենա, դուք ընտրության առջև կարող եք կանգնած լինել, ոմանք շատ լուրջ, հա, այդպես փոփոխության հետ կապված, ոմանք էլ ուղղակի ինչ որ թեկուս հագուստի հետ կապված։ Նաև այդ օրը հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ կամ ընկերուհու հետ կամ նոր մարդու հետ, որ կարող եք ծանոթանալ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 26-ին։ Երեխայի հետ կապված որոշ իրադարձություն է։ Հնարավոր է նաև գաղտնիք է բացահայտվում, հնարավոր է նաև կարող է ձեր երեխաները զույգ ունեն եւ այդ գաղտնիքը բացահայտվում է կամ երեխաների ուսման մասին եք մտածում, նաև ինչ որ առաջարկ կարող է լինել երեխաների հետ կապված ինչ որ անցյալից կամ գուցե նախկինում ինչ որ բան եք որոշել անել եւ հիմա եւս նորից վերականգնվում է դա այդ միտքը։ Նաև ման կարող են նոր բիզնես բացել եւ այդ օրը գնալ, զբաղվել այդ փաստաթղթային հարցերով, այդ գործերով զբաղվեք։ Նաև դա կարող է լինել ծնունդ եւ այլն։ Ամենայն դեպս ոմանք ուսմամբ կզբաղվեն այդ օրը, ոմանք քննություն կարող են հանձնել այդ օրը եւ նաև հենց գաղտնիք կբացահայտվի։ Եվ անցյալի մասին կարող եք խորանալ, անցյալի մասին հիշել, կարող եք գաղտնիքը նաև անցյալից լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 26-ին։ Տան հետ կապված որոշ իրադարձություններ են, հնարավոր է տուն եք մաքրում, տուն բորկա եք անում, տան իրերին եք այսօր կողմոտ անում, տեղափոխություն, հյուրեր, դուք կգնաք հյուր, ինչ որ մեկ կարող գալ մնալ ձեր տանը, նաև կարող ինչ որ մի տանը առիթ է, այստեղ շրջապատված կլինեք լավ մարդկանցով այդ օրը, նաև պետական հիմնարկության աշխատողով, նաև կարող է տանը ինչ որ մեկին, տան անդամներից, ինչ որ մեկին պաշտոն են տվել եւ դա եք նշում։ Եվ սա նաև հասունություն է, ի վերջո տունը, ընտանիքը ուրիշ ձև կարող եք նայել։ Տանը, այդ նիստուկացը եւ այլն այդ իրադարձությունները։ Նաև ինչ ուղղություն, որ այդ օրը ընտրել եք, դա ճիշտ է ձեզ համար։ Շարժվեք այդ ուղղությամբ, գնացեք այդ ուղղությամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մայիսի 26-ին։ Ցանկությունների իրականացում այդ օրը, շատ առույգ կլինեք եւ կզբաղվեք նաեւ այդ ձեր ցանկության իրականացմամբ։ Նաեւ այստեղ հերվից նորություն, ովքեր որ ունեն դրսում ոչ մեկ իրենցից կարող եք նորություն լսել։ Նաեւ այդ օրը բավականին աշխուժ կլինեք, ճանապարհներին կլինեք, այստեղ այնտեղ կգնաք, նաեւ դա կարող է լինել նորություն, դա կարող է լինել հյուր, դրսից հյուր եք ընդունում, դուք եք գնում հեռու, այդպես հյուր։ Նաև ինչ-որ բաներ կարող է պատվիրել եք, բերում են, առաքում են ձեզ։ Կամ հեռվից ոչ թե փաթեթ կարող եք ստանալ, եթե ունեք այնտեղ ինչ-որ մեկ, այնտեղ կարող են փաթեթ ձեզ ուղարկել։ Նաև այդ օրը նամակ, լուր, տեղեկատվություն կարող եք ստանալ, նաև ինչ-որ բաներ գրեք, ջնջեք, գրանցեք, սովորեք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, ուրիշ կերպ ասած, ոչխարներին։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 26-ին։ Հանդիպում շփում ոչ աղջկա հետ, տեսնենք ով է այդ աղջիկը,
ինչ որ տղայի հետ է կապված։ Այստեղ զույգերի մասին է խոսքը, կամ դուք եք հանդիպում ձեր ամուսնուն, կնոջը, կամ այդպես հակառակը, մի խոսքով։ Կամ նոր մարդիկ են իրար հետ ծանոթանում։ Նաև երեխաների հետ կապված իրադարձություն է այդ օրը։ Ոմանց մոտ ծնունդ, ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, ոմանց մոտ նոր կյանք, նոր հարաբերությունների սկիզբ, նաև հաշտեցման սկիզբ դա նաև կարող է լինել եւ ինչ ուղղություն, որ այդ օրը ուզում եք սկսել, կարող ոմանք բիզնես են ուզում սկսել։ Այդ ուղղությունը ձեզ համար շատ ճիշտ է, գնացեք առաջ։ Այսքանը ձեզ համար ճիշտ, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 26-ին։ Փոփոխություն ձեր կյանքում, մեծ փոփոխություն, ոմանց մոտ ժամադրություն, ոմանց մոտ անակնկալներ, ով է ուզում դուրս գալ, ինչի ուզում դուրս գալ, ոմանց մոտ անակնկալներ, ոմանց մոտ նվերներ այստեղ կարող է լինել, փոփոխություն դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, ձեր ուղղակի կյանքում փոփոխություն, ինչ-որ մեկը կարող է հայտնվել ձեր կյանքում եւ դա ձեզ բերի փոփոխություն, նաեւ տեղափոխություն կարող է լինել բնակարանի եւ այլն այստեղ։ Եվ ժամադրություն, ոմանց մոտ ժամադրություն, նվերները, ինչ որ կարող ծնունդ ունեք այդ օրը գնում եք կամ դուք եք նվեր տալիս կամ ձեզ։ Եվ ժամանակն է ինչ որ մի բան սկսելու, ժամանակն է գուցե հարաբերություններ սկսելու ինչ որ մեկի հետ, ժամանակն է կարգավորել հարաբերությունները, ժամանակն է ինչ որ մի բան անելու։ Եվ կարող ժամ եք պայմանավորվել այդ օրը, որպեսզի ճուշանաք, ճիշտ ժամին դուրս եկեք։ Եվ կարող է ինչ-որ մի բան են տալիս ձեզ, որ ժամանակի մեջ պետք է տեղավորվեք եւ անեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին մայիսի 26-ին։ Անհանգստություն, լարվածություն կարող է լինել։ Տեսնենք ինչի հետ է դա կապված, կարող գաղտնիք է բացահայտվում, կարող բամբասում են, բայց համենայն դեպս նայենք ավելի ճիշտ։ Մի փոքր դժվարություններ կա, մի փոքր ծանրաբեռնվածություն կա, դա է ձեզ անհանգստացնում, ինչ որ մի բեռ կա ձեր ուսերին, դա է ձեզ անհանգստացնում, ինչ որ դա է ձեզ մոտ խնդիրներ առաջացնում, նաև ինչ որ լարվածություն է։ Նաև փորձություններ են, որոնք որ պետք է հաղթահարեք այդ օրը, դժվար փորձություններ են մի փոքր ձեզ համար։ Նաև փոփոխություն ձեր կյանքում, հղիություն, ծննդաբերություն կամ ինչ-որ մի բան կարող այստեղ հաղթահարում եք յուրաքանչյուր բան եւ փոխվում է ձեր կյանքում, ինչ-որ ոլորտ։ Նաև այդ օրը հանդիպում, շփում որևիցե ընկերոջ հետ կամ նաև այստեղ կարող է նոր ընկերներ ձեռք բերեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մայիսի 26-ին։ Հանդիպում, շփում որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Այս տղամարդը։ Եթե սիրային առումով այստեղ մի խախացեք, ընկեր է, ընկեր, մոտ ընկեր, ռազմական ընկեր եւ այլն։ Իր հետ կարող հանդիպել կամ խոսել։ Նաեւ խաղ է սա, որ մարդը ինչ-որ մի բանում խաղում է, ինչ-որ մի բան անլուրջ է։ Հնարավոր նաեւ կարող է ընկերոջը վաղուց չեք տեսել եւ ինչ-որ բաներ եք ասում, որը գոյություն չունի նաեւ իհարկե դա բոլորին չի վերաբերվում, ամենայն դեպս մարդիկ կան այդպես։ Որ տեսնում ես եւ ինչ-որ բաներ են ասում, որը որ իրականության չի համապատասխանում։ Նաև սա խաղ է ուղղակի, այդ օրը մի խաղացեք, ոչ մի խաղ, ոչ մի տեսակի խաղ։ Էմոցիոնալ լինեք եւ խաղակ անընդհատ եւ տարվեք շատ մեծ գումարներ։ Նաև սա մեկ ակնթարթ ինչ-որ մի բան տեղի կունենա, որը ձեզ էմոցիաներ կտա։ Սա նաև ոմանց մոտ ինչ-որ բան կարող գաղտնի մնալ այդ պահից, ինչ-որ մի բան լիարժեք չիմանաք, չհասկանաք, նաև դա կարող է լինել ռոմանտիկ ժամադրություն, ռոմանտիկ ընթրիք, եւ այստեղ մեկ ակնթարթ նաև կարող է ինչ-որ մի բան տեղ ունենալ, որը կարող է չեք էլ սպասում, այդպես, ինտիմ հարաբերություններ օրինակ։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նայենք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 26-ին։ Հաջողակ օր է ձեզ համար, հաջողություն է սպասվում յուրաքանչյուր ոլորտում, ինչ էլ որ հիմա կընկնի, ամենայն դեպս լավ բաներ անկավ։ Հանդիպում, շփում որևիցե կնոջ հետ, աղջկա հետ, կարող է ձեր երեխան է, կարող է ինչ-որ մի աղջիկ է, ով որ ավելի այդպես մանկամիտ է, մի փոքր նաև խորամանկ չի, հա, այդպես ավելի խելոք է, նաև կարող է հղի է, ձեր աղջիկն է եւ այն կարող իմանում եք, որ հղի է կամ ծնդաբերել է երեխային, կամ այդ աղջիկը այդ կարող եք նոր բիզնես սկսել, նոր գործ սկսել, կամ լսեք, որ այդ աղջիկը նոր բիզնես է սկսում, կամ ձեր աղջիկն է եւ ձեզ ասում է, որ նոր գործ է սկսում, նոր բիզնես, կամ իրար հետ եք սկսում, եւ դա եւս ձեզ ասում է, որ շատ ճիշտ ուղի է ձեզ համար, գնացեք այդ ուղղությամբ, ճիշտ ուղի եք ընտրել, այնպես որ գնացեք։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։